2014 թվականի փետրվարի 7-ից 23-ը Սոչին կհյուրընկալի ձմեռային օլիմպիադայի մասնակիցներին տասնյակ հազարավոր հյուրերի աշխարհի տարբեր երկրներից։ Ինչպես ամեն հարմար առիթի նշում է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը, առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել հյուրերի հարմարավետությանն ու անվտանգությանը։ Ադլերում եւ Կրասնոյապոլյանա բնակավայրում, որոնք եւս Սոչիի քաղաքային ագլոմերացիայի կազմում են, անվտանգության միջոցառումների մասին չեն մոռանում նաեւ այսօր շինաշխատանքների ընթացքում։ Յուրաքանչյուր շինարարական օբյեկտ ունի մի քանի անցակետ զինված հսկիչներով, այնպես որ մեր նկարահանումների ժամանակ թեև խնդիրներ չառաջացան, այնուամենայնիվ բարդություններ եղան, հատկապես Կրասնոյապոլյանայում։ 1878 թվականին հիմնադրված փոքրիկ այս բնակավայրը այսօր դարձել է Ռուսաստանի ամենահայտնի լեռնային զբոսաշրջային կենտրոններից մեկը։ Այն հայտնի է նաև նրանով, որ Ռուսաստանի վերջին երկու նախագահների ամենանախընտրելի հանգստյան գոտիներից է, որտեղ անցկացվում են պաշտոնական հանդիպումներ նաև։ Օլիմպիական գոտում միայն 2008 թվականին կառուցվել է 51 օբյեկտ ճոպանուղի, լեռնադահուկային համալիրներ, հյուրանոցներ եւ քոթեջային ավան։ Այս տարի պատրաստ կլինի օլիմպիական դահուկային մարզադաշտը, եւս 7 ճոպանուղի, մշակույթի կենտրոնը եւ լեռնադահուկային սահուղիները, որոնց ընդհանուր երկարությունը ավելի քան 15 կիլոմետր է։ Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջով Սոչիում պետք է կառուցվի թվով 46 միայն մարզական օբյեկտ՝ բիաթլոնի, քյորլինգի եւ դահուկային համալիրներ, մեծ եւ փոքր սահադաշտեր, բոբսլեյի սահուղի, չմշկավազքի կենտրոն, մեծ սառցապալատ, ինչպես նաև տրանսպորտային, հյուրանոցային եւ կոմունալ ենթակառուցվածքներ։ Միայն 4 միլիարդ դոլար հատկացվել է տրանսպորտային կապը բարելավելու նպատակով, կառուցվելու են շրջանցիկ նոր ավտոճանապարհներ, երկաթուղի, թվային հեռուստակենտրոն եւ պահեստային օդանավակայան։ Օլիմպիական ընդհանուր հսկայական շինհրապարակն ընդգրկում է ավելի քան 7000 հեկտար տարածություն։ Աշխատանքներին ներգրավված են տարբեր ազգությունների շինարարներ։ Допустим, здесь вот югославы строят, именно строители, отделочники, там, не знаю, у них, они набирают у них, какие компании, неизвестно. Мы вот здесь русские, россияне. Ну, строится нормально, строится, качество хорошее. Я думаю, отдыхающие будут довольны. Мы, допустим, строим систему безопасности. Кто будет здесь жить, они могут не беспокоиться, чтобы им что-то угрожало. Строим, поднимаем, качество обязательно. У нас заказчик очень принципиальный, чтобы было все хорошо. Աշխատուժի պակասի խնդիրն այստեղ էլ կա։ Պաշտոնական տվյալներով արտասահմանյան տարբեր երկրներից յուրաքանչյուր տարի շինաշխատանքներին ներգրավում եւ դեռ պետք է ներգրավվի շուրջ 1 միլիոն մարդ։ Շատ են թուրքերը։ Դեռևս 2006 թվականին Ռուսաստանի եւ Թուրքիայի օլիմպիական կոմիտեների միջև համաձայնագիր էր ստորագրվել, ըստ որի քվեարկության ժամանակ Սոչիի օգտին տված ձայնի դիմաց թուրքերը պետք է օլիմպիական օբյեկտների կառուցման մեծ պատվերներ ստանային։ Համաձայնագիրը մտել է ուժի մեջ եւ ի դեպ դա նաեւ պատճառ հանդիսացավ, որ իշխանությունները մերժեին մեր ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի արձանն այստեղ տեղադրելու հայ համայնքի առաջարկը։ Ինչևէ, թուրքերը դեռ կվերադառնան, իսկ մերոնք, ինչպես ասում են, մնացող են եւ դեռ ամեն ինչ կորած չէ։ Իսկ մինչ այդ Սոչիի բնակիչներն ու հյուրերը вայելում են դեռևս մնացած мաքուր օդն ու ջուրը։ У нас зелени больше, море рядом, чистый воздух, горы. Я каждый почти год приезжаю. Прекрасный город. Если мы к себе привлекаем людей сюда и что-то строим, и что-то это должно отразиться в лучшую сторону, я считаю так. Ծովափնյա այս շրջանում էկոլոգիական հնարավոր աղետի մասին խոսում են շատերը, հիմնականում ընդդիմադիր հասարակական քաղաքական գործիչներն ու անկախ փորձագետները։ Օլիմպիադան Սոչիում անցկացնելու որոշմանը դեմ էին նաև չերքեզները։ Նրանք պնդում են, որ օլիմպիական օբյեկտներից շատերը կառուցվել են իրենց նախնիների գերեզմանների տարածքներում։ Անկախ ամեն ինչից առաջադրանքը կենտրոնից տրված է եւ պետք է հասցնել։ Սոչին պետք է ներկայանալի լինի աշխարհին, այնպես որ եթե պետք է, կմերժեն հայերին, կանտեսեն չերքեզներին, կճեղքեն գետեր ու երկաթուղի կկառուցեն, կփորեն լեռներն ու սահուղիներ կսարքեն եւ որտեղ անզոր է մարդը, գործի կտնեն տեխնիկան, նաեւ օդային, չեն շրջանցի անգամ ծովը, որտեղ կառուցվելու է ավելի քան 10 արհեստական կղզի։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Gala News, Սոչի։